Պարոն Մամիկյանյան, ինչպես է գնահատում ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը, իշխանությունն ասում է, որ ընդդիմությունը փորձում է նսեմացնել այս այցը։ Ինչու եք նսեմացնում։ Լավ չեմ հասկանում ինչ նշանակում նսեմացնել։ Երեք հանրապետական կուսակցությունը մի շարք այլ հասարակական միավորների հետ համատեղ իրականացրել է ակցիա բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր գերիների, ռազմագերիների ազատության հարցը, կարծում եմ, որ ցանկացած հայ պիտի ամեն կերպ շահագրգռված լինի, որ փոխնախագահ Վենսը Բաքու գնալուց առաջ եւս մեկ անգամ տեղեկացված լինի դրանից, իմանա, որ այդ հարցը հուզում է հայ հասարակությանը եւ այս կամ այն կերպ ազդի Ադրբեջանի նախագահի վրա մեր տղաների վերադարձի հետ կապված մի քիչ լավ չեմ հասկանում իշխանություններին կոնկրետ որ մասը այդ ամեն ինչի դուր չի եկել։ Ինչ վերաբերվում է այցի արդյունքների մասին, ես սովոր եմ իրադարձությունների վերլուծական ներկայացնել ամբողջական իրադարձության ավարտից հետո, սա տարածաշրջանային այց էր, սպասենք թե ինչ կլինի այսօր Բաքվում հանդիպումների արդյունքում եւ այդ ժամանակ նոր կարելի է գնահատել տարածաշրջանային այցը։ Այնուամենայնիվ ես հիշեցնեմ, որ ի սկզբանե այս այցելությունը հրապարակվել էր թեկուզ ոչ պաշտոնական, բայց որպես բացառապես Հայաստան այց եւ Դավոս միջազգային ֆորումի ժամանակ դրանից հետո ավելի ճիշտ նախագահ Թրամփը հայտարարեց, որ փոխնախագահ Վենսը այցելելու է եւ Հայաստան եւ Ադրբեջան, այսինքն այցը փոխվեց դեպի Հայաստան այցից դարձավ տարածաշրջանային։ Հիշեցնեմ, որ Դավոսում ԱՄՆ նախագահ Թրամփը ունեցել է երկու երկրի ղեկավարի հետ հանդիպում Ուկրաինայի նախագահի եւ Ադրբեջանի ղեկավարի, իսկ Փաշինյանին բաժին է հասել սիրուն ֆոտո։ Պարոն Մամիկյան, ինչ է կարծում ձեր բարձրացրած հարցը գերիների, արդյոք նաև քաղբանտարկյալների հավելեմ կհասնի Վենսին այս ուղղությամբ ԱՄՆ փոխնախագահը որևէ հանձնառություն կկատարի, օրինակ իշխանության ներկայացուցիչները նաև երեք արտգործնախարարը լրագրողի հարցինի պատասխան նշեց, որ ոնց կլինի, որ գերիների հարցը քննարկած չլեն եւ ասում են բոլոր միջազգային հանդիպումներում այդ հարցը բարձրաձայնվում է։ Եկեք ես Միրզոյանի ասածը չմեկնաբանեմ, որովհետև շատ են դեպքերը, երբ այս կամ այն կերպ փորձում են խոչընդոտել այդ հարցի բարձրաձայնումը մեր կողմից, սա մենակ որպես տեղեկատվություն, ինչ վերաբերվում է փոխնախագահ Վենսը կկատարի այդ հանձնառությունը, թե չէ փոխնախագահ Վենսը հանձնառություն դրա հետ կապված չի ստանձնել, որպեսզի կատարի այն կամ չկատարի։ Ես վստահ եմ, որ փոխնախագահ Վենսը տեղյակ էր այդ խնդրից, ընդ որում թե Բաքվում պահվող մեր ռազմագերիների եւ թե Հայաստանում քաղբանտարկյալների, վստահաբար տեղյակ էր ոչ Հայաստանի կառավարության խողովակներով, որովհետև եթե հիշում եք, ամիսներ առաջ նախագահ Թրամփը իր խոսքում նշեց, որ 23 քրիստոնյաներ ձևակերպումը, որը համընկնում էր ամերիկյան մի հոգևորականի ձևակերպման հետ, ով այդ հարցը բարձրաձայնել էր դրանից մի քանի շաբաթ առաջ, ուստի թող իրենց չվերագրեն այլ մարդկանց կատարած աշխատանքը, սա մեկ, երկրորդ կարևորագույն կետ է, որի մասին մենք նախորդ հարցում չխոսեցինք, բայց այն նույնչափ կարևորություն ունի նաև անհետքորած անձանց ճակատագիրը, որի մասին երեք ելույթներում նույնպես անդրադարձ եղել է, որովհետև այն պաշտոնական թիվը, որը փորձում են շրջանառել, այսինքն 23 մինուս 4 մնում է 19, չի պատասխանում անհետ կորածների ճակատագրի հետ կապված հարցին, որովհետև ես շատ զգուշությամբ եմ այս թեմայի մասին խոսում, բայց կան դեպքեր, երբ այս կամ այն Ադրբեջանի կառավարության այս կամ այն հրապարակած տեսանյութում մեր զինվորները, մեր հայրենակիցները տեսանելի են, երևում են, հարազատները ճանաչում են, իսկ հետագայում այդ 19-ի ցանկում իրենք ընդգրկված չեն, ուստի սա նույնպես մի խնդիր է, որը երեք բարձրաձայնվել է եւ հաշվի առնելով այն փաստը, որ այս իշխանություններին բացի իրենց վերընտրվելուց ոչ մի բան չի հետաքրքրում, այս հարցի շուրջ անհրաժեշտ է միջազգային ճնշում Ադրբեջանի վրա, որպեսզի մեր
հայրենակիցները վերադառնան։ Կլինի Վենսը օրինակ վաղ Ադրբեջանում ըստ այդ հարցը կբարձրաձայնի, կճնշի Ալիևին։ Ես չեմ կարող ասել փոխնախագահ Վենսը այդ հարցը կբարձրաձայնի հրապարակային, թե փակտարների հետևում, թե չի բարձրաձայնի առհասարակ։ Ես կարող եմ ասել անկախ այդ փաստից մենք պարտավոր ենք մեր եղբայրների առջև եւ իրենց հարազատների առջև ցանկացած հնարավորություն սկսած ելույթից միջազգային այս կամ այն արտակում վերջացրած ֆորմալ հանդիպումներ, ոչ ֆորմալ շփումներ, նամակագրություն բոլոր ֆորմատներով ցանկացած հնարավորություն օգտագործել Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը ավելացնելու համար։ Ուստի այսպես ձևակերպեմ, ձեր հարցից կախված չի այդ աշխատանքը անհրաժեշտ է անել, թե չէ։ Եվ երեք իշխանական շրջանակներում այսպիսի գրառումներ նկատեցի, որ ընդդիմությունը ասում են, երբ Նիկոլ Փաշինյանը Վենսի հետ լուսանկարվել էր, PR որակվեց եւ նշում էին, որ նա որևէ այսպես էական դերակատարություն չի կարող ունենալ արտաքին քաղաքականության հարցում, բայց երբ նա եկավ Հայաստան, հերթ չտալով միմյանց հետևից նամակներ էին գրում, այս կամ այն խնդիրը բարձրաձայնում եւ նրա ուշադրությունը հրավիրում։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Ես պատասխանատու եմ իմ ասածների համար եւ իմ կուսակից ընկերների ասածների համար։ Ես երբևէ չեմ ասել, որ փոխնախագահ Վենսը ազդեցություն չունի արտաքին քաղաքականության մեջ եւ նամակել չեմ գրել փոխնախագահ Վենսին։ Առհասարակ ինչ վերաբերում է անցած տարի Փաշինյանի հանդիպման փոխնախագահ Վենսի հետ, դրա վերաբերյալ արարողակարգային, բովանդակային եւ հանդիպման կազմակերպման հավճեպության վերաբերյալ ես մեկնաբանություններ այն ժամանակ տվել եմ, դրանք բոլորը ուժի մեջ են, որևէ մեկը այս այցով չի փարատվել կամ չի վերացվել, այն ամենը ինչ ասել եմ այն ժամանակ ուժի մեջ։ Եվ ընդհանուր առմամբ ըստ էության կարծես շփոթ առաջացրեց ներդրումների վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանական ներկայացուցիչները պնդում են, որ Վենսը ասել է, որ ներդրումներ կիրականացվի այդ 9 միլիարդի շրջանակներում, ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ դա շփոթ էր, նման բան չի արել, արտահանման մասին է խոսքը, ինչ կասեք սրա վերաբերյալ։ Կոնկրետ 9 միլիարդի վերաբերյալ, ով որ սիրելի քաղաքացիներ, ձեզ ասի, որ խոսքը գնում է Հայաստան եկող 9 միլիարդ ներդրումների մասին, ուղղակի սուտ է խոսում։ Կոնկրետ այդ նախադասության մեջ խոսվում է նրա մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գեներացվելու է սկզբից 5, իսկ ապա վարալիքի եւ սպասարկման հետ կապված եւս 4 միլիարդի արտահանվող ապրանք կբացատրեք ինձ այդտեղ Հայաստանի ներդրումը որն է։ Ակնհայտ, դե իշխանությունը կախարդալ չգիտի, դա իրանց խնդիրներն է, կամ հատուկ է անում, ինչ ակնհայտ է, որ հատուկ է անում։ Ես խիստ կասկածում եմ Հայաստանի Հանրապետությունում մի թարգմանիչ չկար, որ կարող էր դա նորմալ թարգմանել։ Ակնհայտ է, որ դա հատուկ է արվել։ Այլապես պիտի լիներ արդեն պաշտոնական ներողություն։ Հետաքրքիր է, թե փոխնախագահ Վենսի աշխատակազմը ինչպես է վերաբերվում նպատակաուղղված իր խոսքի խեղաթյուրմանը, բայց դա մի կողմ դնենք։ Կոնկրետ այդ նախադասության մեջ խոսքը գնում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսվարողների կողմից սկզբից 5, ապա 4 հավանական միլիարդ դոլարի ապրանք Հայաստանին, ապրանք ծառայություն Հայաստանին մատակարարելու, Ամերիկայի պարագայում արտահանելու, Հայաստանի պարագայում ներմուծելու մասին։ Ես չեմ հասկանում այդտեղ ինչ ներդրման մասին կարող է գնալ խոսքը կոնկրետ այդ հատվածում։ Ընդ որում այնտեղ ինչքանով որ ես եմ տեղեկացված, գիտեք որ տնտեսությամբ ես խորացված այդքան չեմ զբաղվում, խոսքը գնում էր ոչ թե արդեն կնքված գործարքների, այլ վարչակազմի կողմից բացված լիմիտների վերաբերյալ, իսկ կա հավանականություն մինչև այդքան։ Բայց նորից եմ ասում, դա Հայաստան եկող փող չի, խիստ հակառակը։ Դա Ամերիկայից այդ քանակությամբ ապրանքների եւ ծառայությունների գնման մասին է խոսք գնում, ուստեղ արդեն ուղղակի ակնհայտ խաբեություն է, ես դա մեկնաբանելու բան չունեմ։ Ես զարմանում եմ, որ ԿՊԱ-ական, չեմ զարմանում, որ ԿՊԱ-ականներն եղել որոնք պատրաստ են այդ մակարդակի ստի տակ մտնել։ Դա ինչ է տալու իրենց, եթե ամերիկյան կողմն է նաեւ շահագրգռվածության այդ հարցում։ Չէ, հասկանում եք, ոչ մեկ չի վերլուծում
առանձին միջուկային գործարքը, դա առանձին մասնագետների քննարկման թեման է, որ այդ մոդուլային կայանները ոչ միտեղ չեն փորձարկվել եւ այլն, ես չեմ մտնում մասնագիտական դաշտ։ Փաստացի, եթե Փաշինյանենք իսկ դա ասում են իրանք, որ ասում են, որ դա 9 միլիարդ ներդրում է Հայաստանին, դա այդպես չի, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներից 9 միլիարդի 5, հետո 4 ապրանքների եւ ծառայությունների գնման հնարավորության մասին է խոսում։ Ընդհանրապես այդքան։ Եվ նաև հենց փաստացի իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին առաջկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված, իշխանության ներկայացուցիչները այս հարցին պատասխան նշում են, որ դիվանագիտական աշխարհում ընդունված է նման աջակցություն հայտնել եւ դա ըստ էության չի նշանակում ուղիղ աջակցություն եւ ներքին գործերին միջամտություն։ Վենսի այս հայտարարությունը այս փուլում Հայաստանում ինչպես է գնահատում։ Եկեք ես փոխնախագահ Վենսի ասածին որակումներ չտամ, ասեմ միայն երկու հետևյալ պնդումները։ Իմ համար անընդունելի են ցանկացած միջամտությունները Հայաստանի ներքաղաքական կյանքին, կապ չունի թե աշխարհակաղակական որ կենտրոնից են դրանք արվում կամ հարևան պետություններից որ մեկից են դրանք արվում, որովհետև մենք նման օրինակներ էլ ունենք, իսկ Փաշինյանը ամենակարևորը պիտի ստանա հայ ազգի աջակցությունը ընտրությունների ժամանակ եւ ես խիստ կասկածում եմ, որ Արցախը հանձնելուց, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հանձնելուց, Հայաստանի Հանրապետությունը մեծագույն վտանգների տակ դնելուց, TRIP project-ով մեր քաղաքացիներին խաբելով եւ ստեղծելով հավանականություն, որ ադրբեջանական կապիտալը ներգրավված լինի TRIP-ի սեփականության մեջ, ինչի մասին ես խոսել եմ արդեն մի քանի անգամ, դա բավարար հիմքեր կլինի, որպեսզի մեր քաղաքացիները նորից խաբվեն Փաշինյանի կողմից։ Դա իրեն հաջողվել է 18-ին, դա իրեն հաջողվել է 21-ին, հույս ունեմ այս անգամ չի հաջողվի։ Պարոն Մամեդյանյան, նշեցիք, որ անընդունելի է այլ երկրների կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտությունը, բայց իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակահատվածում նշել են, որ նման դեպքեր կան, հիբրիդային վտանգներ, այդ թվում նաև Ռուսաստանից, օրինակ չենք լսել երբևէ, որ ընդդիմությունը, մասնավորապես ձեր քաղաքական ուժը արձագանքի Ռուսաստանից եկող հայտարարություններին։ Երևի թե ուշադիր չեք հետևել մեր քաղաքական ուժի հայտարարություններին, որովհետև վերջին դեպքերին արձագանքել են մի շարք հանրապետականներ, այդ թվում նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ դեպքեր, երբ մեր կուսակցության ներկայացուցիչները խոսում են մեր ընկալումներով այս կամ այն երկրի Հայաստանի վերաբերյալ կայացրած սխալ որոշման կամ դիրքորոշման մասին անվերջ շատ են, թե ազգային ժողովի ամբիոնից, թե այս կամ այն պաշտոնյանի այցելության ժամանակ հարթակից, ընդ որում ոչ միայն արևմտյան պաշտոնյաների այցելության ժամանակ, ես խիստ կասկածում եմ, որ այդքան շատ են մարդիկ Հայաստանում, այդ թվում նաև քաղաքացիական պայմանագրի մեջ, ովքեր ունեցել են նման հանդգնություն եւ նման հայրենասիրություն, ուստի ոչ, այդ պնդումը սխալ է, բազմաթիվ են օրինակները։ ԿՊԱ-ականներն էլ գիտեք, միշտ ասում են, որ օրինակ ռուսական կողմից նմանատիպ հայտարարություն եղավ, բայց ընդդիմության ձայնը չի լսվում, հետևաբար նրանց օրակարգն են սպասարկում։ Ես հենց նոր արդեն դրա մասին ասացի, ԿՊԱ-ականները ավելի լավ է նախ թող կարդան եւ սովորեն, թե ինչպես է պետք արձագանքել, երբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ Հայաստանի Հանրապետության շահերին վնասող որևէ հայտարարություն է լինում, կապ չունի աշխարհի որ կետից, թող կարդան եւ սովորեն մեզանից, դա մեկ, ընդորում մեզանից թե երբ մենք իշխանություն ենք եւ թե երբ մենք ընդդիմություն ենք, դա առաջինը, երկրորդ իրանց պնդումների հետ կապված ես երկերեսանի, իսկ ոչ դեպքերում բազմերեսանի մարդկանց մեկնաբանելու իմաստը չեմ տեսնում, այսօր մի բան են ասում, բավական հակառակը դրա ինչը մեկնաբան